Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է, իսկ մենք մեր չեմպիոն Արարատ Արմենիայի հետ եկել ենք Ցելե, որտեղ Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում մեր թիմը պատասխան խաղում մրցելու է Ցելեի հետ։ Երևանյան խաղում մենք հաղթանակ տոնեցինք 2-1 հաշվով, իսկ հաղթական գոլերից մեկը խփեց Արթուր Սերոփյանը։ Արթուր, հաղթական տրամադրությամբ ենք եկել մրցավայր, ինչ կասես թիմի տրամադրության մասին, ինչպիսի տրամադրությունն է տիրում թիմում։ Թիմում տրամադրությունը շատ լավ է, քանի որ հաղթել ենք առաջի խաղում եւ բոլոր տաղավարները պատրաստվում են վաղվա կայանալիք հանդիպմանը, բոլորս ուրախ ենք, բայց նաև գիտենք, որ շատ դժվար հանդիպում է սպասվում վաղը եւ պատրաստ ենք։ Երևանում հաղթական գոլերից մեկը դու խփեցիր, կարևոր գոլ էր շատ, քեզ համար ինչպիսի գոլ էր դա։ Շատ ուրախ եմ, քանի որ օգնեցի թիմին հաղթանակ տանել, ամեն եվրոպական ասպարեզում խփած գոլը դա կարծում եմ հիշարժան է ֆուտբոլիստի կարիերայում եւ շատ ուրախ եմ, բայց գիտեմ, որ կարող եմ ավելին անել եւ ավելի շատ օգնել թիմին։ Մարզիչը նշեց, որ Ցելեի հետ ամենաբարդ մրցակցությունն էր Արարատ Արմենիայի համար։ Ֆուտբոլիստների համար դա ինչպիսին է։ Իրականում շատ բարդ էր, քանի որ թիմը որակապես շատ ուժեղ էր եւ ունեն անհատապես շատ որակով ֆուտբոլիստներ, բայց կարծում եմ մենք էլ ցույց տվեցինք, որ պատրաստ ենք բոլոր մրցակիցների դեմ մրցունակ լինելու։ Որոշել եք թիմում, այսինքն հասկացել եք, թե ամենաբարդ ֆուտբոլիստը որն է մրցակցի կազմում, ում դեմ հատկապես պետք է ավելի զգույշ խաղալ։ Կարծում եմ, որ իրանք ավելի շատ թիմային խաղ էին ցույց տալիս ու չեմ կարող առանձնացնել ֆուտբոլիստների, քանի որ թեկուզ կենտրոնում ունեն շատ որակով ֆուտբոլիստներ, որոնք լավ համագործակցում էին միմյանց հետ ու իրանք թիմային էին ավելի շատ խաղում։ Արթուր, հաղթեցինք Երևանում, բայց հիմա խաղալու ենք արդեն մրցակցի հարկի տակ։ Ըստ քեզ գլխավոր տրամաբանությունը որտեղ է լինելու այստեղ հաղթաթուղթը որտեղ պետք է լինի, որտեղ պետք է փնտրենք այդ հաղթաթուղթը։ Ինձ թվում է, որ պետքա ոնց խաղացինք Երևանում գնդակով խաղով եւ իսկապես լավ ֆուտբոլ խաղացինք, նույնը պետք է ցույց տանք վաղը, քանի որ եթե ուզում ենք հաղթել, պետք է համ լավ պաշտպանվենք, համ լավ հարձակվենք եւ ամեն փոքր սենց ասած դետալ կարևոր է լինելու վաղվա հանդիպմանը եւ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Արթուր, եւ ինչ ենք անելու պատասխան խաղում Ցելիում։ Հուսանք հաղթելու ենք։ Մեր չեմպիոնի ավագն է Արմեն Համբարձումյանը։ Արմեն, ամենակարևոր գործոններից մեկը այս դիմակայություններից առաջ թիմի տղաներին հավաքել, ոգևորել, ինչպես է ստացվել։ Ես մտածում եմ շատ լավ, եթե նայենք ռեզուլտատին ու ոնց տեղը կխաղում են, նենց է որ շատ հավաքված ենք սաղովի ու մենակ մի բան ենք ուզում հասնենք էլի իրար հետ։ Ինչ տրամադրությամբ ենք եկել Ցելիա։ Կրելու ու լավ տրամադրությունով գանք հետ ուրախացնենք մեր ազգին։ Ըստ քեզ այս դիմակայությունում հատկապես պատասխան խաղում, որը կարող է հաղթաթուղթ լինել։ Մենք ուժեղ ենք, մեր օբշի թիմի որ դաշտում խաղում ենք, դա մեր ուժեղ կողմը։ Կոնկրետ մենք ինդիվիդուալ շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց մեր թիմային խաղը ամենակարևոր մոմենտն է, եթե մենք կպնում ենք իրար ու անում ենք ինչ պետք է անենք դաշտում, մեր պլանը մարզիչը ինչ ասում է, դա անում ենք ու ցույց ենք տալի, այդ ժամանակ մենք ունենք լավ ռեզուլտատ։ Արմեն, ինչով է պայմանավորված, որ Արարատ Արմենիան գոլ է խփում հատկապես երկրորդ խաղակեսում։ Չգիտեմ, դա կոնկրետ այս հատվածում է, որ տենց է, իմ համար էլ է դա մեծ հարց, բայց այդ էլ ոչ, դա լավ է։ Թող տենց էլ մնա, մենք շախ ուրախ կլինենք սա։ Եվ խոսենք նաև մրցակցի ուժեղ կողմերի մասին։ Ըստ ձեզ առաջին խաղից հետո մրցակցի ուժեղ կողմը ո՞րն էր։ Օբշի լավ թիմը, զբալանսիրованный լավ թիմը, որը կարա լավ կոնտրոլ անի գնդակը ու մեջտեղը ինձ դուրը կաֆ այդ թիմի։ Մի քանի օկի, մի քանի ֆուտբոլիստը, որ լիդերներ են ու երևում է, որ իրանց վրա է սա խաղը եթում, բայց մեր թիմը ավելի ուժեղ է։ Դե ինչ, մեր չեմպիոնին հաջողություն մաղթենք ու գնանք նախախաղային մարզում։ Արարատ Արմենիան Ցելիեում նախախաղային մարզումն անցկացրեց բարձր տրամադրությամբ, մեր թիմը մրցավայր էր եկել 1 գնդակի առավելությամբ, սակայն այսպիսի դիմակայություններում այդ առավելությունը դեռ ոչինչ չի երաշխավորում։ Մեր չեմպիոնի գլխավոր խնդիրն էր դիմակայել մրցակցի ճնշմանը, ճիշտ պահերին գտնել ազատ տարածություններն ու հնարավորությունները վերածել գոլերի։
Եվ այս ամենը շատ լավ գիտակցում էին թե մարզիչը, թե ֆուտբոլիստները։ que me guste. Մենք պետք է չկորցնենք մեր խաղային ինքնությունը եւ ձեռագիրը, պետք է գնդակով ավելի ուշադիր լինենք եւ պահենք խաղի վերահսկողությունը։ Մինչեւ այս փուլ հասնել եմ, մենք խաղի սկզբում խնդիրներ ենք ունեցել, հետո շտկել ենք։ Իմ տղաներին այս անգամ ասել եմ, որ հենց սկզբից լինենք զգոն։ Մեր գլխավոր նպատակը մեր երազանքը իրականացնելն է։ Բոլորս գիտենք ու հասկանում ենք, ինչ պատմական իրադարձության առջև ենք կանգնել, բայց այստեղ հասնելու համար մենք շատ ենք տանջվել ու ամեն ինչ պետք է անենք այս հնարավորությունը բաց չթողնելու համար։ Խաղի օրը ստադիոնում թեժ մթնոլորտ էր։ Սլովենացի երկրպագուները լավագույնս աջակցում էին իրենց թիմին։ Ցելիայի օգտին էր նաև տեղացող Անդրևը։ Առաջին կեսում մեր թիմը լավ տպավորություն թողեց ու գոլեր խփելու մի քանի հնարավորություն ունեցավ։ Ինչ տպավորություն ստացաք առաջին խաղակեսից հետո մեր թիմի խաղից, ինչպիսին է հայ երկրպագուների տրամադրությունը։ Շատ լավ տպավորություն է, շատ լավ խաղ ենք ցուցաբերում եւ հաղթանակը միանշանակ մերն է լինելու։ Հայ երկրպագուների տրիբունաները ակտիվ էին, ինչպիսի տրամադրություն ստացաք մեր ֆուտբոլիստների խաղից, արդյոք տրամադրություն ունենք, թեկուզ բազում երկար ճանապարհ ենք կտրել հասնելով Սլովենիայի Ցելե քաղաքը, բայց մեր հայկական ակումբները փորձ ունեն սլովենական թիմերի հետ խաղալու, ոնց որ անցած տարի հայկական Նոան էր, Լյուբլիանայի հետ էր ընկել, որպես չեմպիոն, այս տարի Արարատ Արմենիան, ողջունելի է տղաները երկար ճանապարհ են կտրել, երկար ժամանակ չեն ունեցել վերականգնվելու, բայց խաղում են վերջին ուժերով։ ինչպիսի տրամադրություն է հայ երկրպագուների ճամբարում, արդյոք մեր տղաների խաղը գոհացնում է։ Տղաների խաղը ոչ միայն գոհացնում է, ոգևորում է, ոգեշնչում է։ Միայն են, որ երրորդ ռաունդում Չեմպիոններ լիգայի առաջի անգամ ենք հաղթանակ տունել առաջի խաղում ու երկրորդ խաղն ենք խաղում, դա արդեն հաղթանակ է, բայց մենք դրանով չենք բավարարվում, վստահ եմ, որ այս խաղը ընդհանուր արդյունքով հաղթանակով ավարտվելու մեր համար։ Կարծում եմ մեր ֆուտբոլիստներն էլ զգում են ձեր աջակցությունը, իսկ դուք որքանով եք զգում նրանց խաղը, որքանով են նրանք արդարացնում սպասելիքները։ Կարծում եմ առաջի խաղակեսից հետո հավասար պայքար է ընթանում։ Այստեղ հավաքված են աշխարհի տարբեր երկրներից եկած հայ երկրպագուներ, ովքեր եկել են այսօր սատարելու Արարատ Արմենիային եւ հուսով եմ բոլորով կհասնենք մեր բաղձալի նպատակին Երևանում, որպեսզի հնչի Չեմպիոնների լիգայի պաշտոնական օրհներգը։ Երկրորդ կեսը Արարատ Արմենիան կրկին լավ սկսեց, ունեցանք պահեր, բայց մրցակցի դարպասապահը լավ էր խաղում։ 83-րդ րոպեին ամեն ինչ գլխի վայր շրջվեց։ 23-ամյա ավստրալիացի հարձակվող Յայա Դուկուլին բացեց խաղի հաշիվը։ Արարատ Արմենիան դեռ ուշքի չէր եկել առաջին գոլից, երբ Ցելիայի ստադիոնը կրկին թնդաց։ Բենյամին Վերբիչը խփում է երկրորդ գոլը։ Խաղից հետո հիասթափությունն անսահման էր։ Այնքան մոտ թվացող հաղթանակն ու Չեմպիոնների լիգայի փլեյոֆի ուղեգիրը այլևս մերը չէ։ Լինել այսքան մոտ, բայց չհասնել նպատակին, սա մեղմ ասած հիասթափություն է, որը զգում էր Արարատ Արմենիայի յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Մեր թիմին չհաջողվեց գրավել Ցելիայի ամրոցը։ Հայաստանի չեմպիոնը լավ ֆուտբոլ խաղաց մինչև 83-րդ րոպեն։ Գրեթե ամեն ինչ իդեալական էր, դիմակայությունն էլ առջևում էինք, բայց ֆուտբոլն 90 րոպե եւ մեր թիմը կարելի ասել վերջում ֆուտբոլային լեզվով ասած քնեց։ Ամեն ինչ այնքան վատ էր, նույնիսկ մրցակցի խփած մեկ գնդակից հետո, բայց ֆուտբոլիստները չկարողացան հասկանալ խաղը եւ Ցելիան խփեց նաեւ երկրորդ գնդակը։ Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչն ասեց, որ Արարատ Արմենիան արժանի չէր այսպիսի պարտության։
Un poco cansado porque Այս խաղը հստակ ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը։ Մենք ունեինք պահեր, բայց սա ֆուտբոլ է։ Երբ դու չես օգտագործում քո հնարավորությունները, մրցակիցը պատժում է։ Ամեն դեպքում իմ ֆուտբոլիստները ֆենոմենալ էին։ Նրանք պայքարեցին մինչև վերջ։ 2-0 հաշիվը չի արտացոլում այս խաղի ընթացքը։ Ավելի արդար կլիներ, որ գնայինք լրացուցիչ ժամանակ։ Խաղից հետո իմ ֆուտբոլիստերին ասել եմ, որ ինձ համար մեծ հպարտություն է աշխատել նրանց հետ։ Նրանք արեցին այն, ինչ ես ուզում էի տեսնել։ Խաղին նվիրվեցին ու պայքարեցին մինչև վերջին վայրկյանը։ Այսպիսի պարտությունից վերականգնվելը շատ դժվար է լինելու։ Հիմա իմ խնդիրն է տղաներին կրկին վերադարձնել խաղ։ Առաջիկայում կարևոր հանդիպումներ կան։ Մեր չեմպիոնը Արարատ Արմենիան ցելեն լքեց պարտված, բայց երբեմն պարտություններն ավելի են ուժեղացնում մարզիկներին։ Արարատ Արմենիան դեռ կխաղա Եվրոպա լիգայի փլեյօֆում։ Անկախ այդ խաղի արդյունքից մեր չեմպիոնն ապահովել է առնվազն կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆում խաղալու հնարավորություն։ Իսկ եթերում չեմպիոնի հետներ, սպասեք մեզ։